Նոյեմբերի 14-ից 20-ը Երևանում, Գյումրիում եւ Աշտարակում անցկացվել է Շեքսպիր եւ ռուս դասականներ խորագրով Շեքսպիրյան 17-րդ միջազգային թատերական փառատոնը։ Բացումը տեղի է ունեցել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ Ռայկինի անվան ռուսական պետական սատիրիկոն թատրոնը ներկայացրել է «Ճայը»։ Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկվել են ներկայացումներ Ռուսաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Հունգարիայից, Ռումինիայից, Լեհաստանից։ Փառատոնի օրերին անցկացվել են վարպետության դասեր, հանդիպումներ։ Նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է երիտասարդ արվեստագետ Դավիթ Քոչունցի «Դավիթ Քոչունց. պատմության նկարներ» ցուցահանդեսը։ Հեղինակի «Պատմության նկարներ» շարքում մեր դարաշրջանն է լի տեղեկատվական աղմուկով, էկրանային պատրանքներով եւ անընդհատ փոխվող իրականությամբ։ Այս ցուցահանդեսը իրականացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի հեռապատումներ ծրագրի շրջանակում։ Այդ ծրագրով ներկայացվում են ժամանակակից հայ արվեստագետների ստեղծագործությունները։ Հայաստանի նկարիչների միությունում կայացել է Արսեն Բաղդասարյանի «Ճանապարհ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը։ Նկարիչը իր ճանապարհը սկսել է Հրազդանի Երվանդ Քոչարի անվան մանկական արվեստի դպրոցում։ Ցուցադրության համար ընտրվել է «Ճանապարհ» խորագիրը, ներկայացված են ստեղծագործական տարբեր փուլերի աշխատանքներ ուսանողական տարիներից սկսած։ Արսեն Բաղդասարյանը երկար տարիներ ապրել, գործունեություն է ծավալել Ռուսաստանի Լենինգրադի մարզի Վիբորգ քաղաքում։ Ցուցահանդեսի բացմանը ներկա արվեստի գործիչները նշել են, որ նկարիչը ինքնատիպ ձեռագիր ունի։ Աշխատանքներում նկատելի է հայրենիքի նկատմամբ սերը։ Հաջորդ կանգառը Գերմանիա, հայտարարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հրապարակելով օդանավակայանում արված լուսանկարներ։ Մինչև դեկտեմբերի 2-ը նվագախումբը ելույթ կունենա Գերմանիայի 15 հեղինակավոր համերգասրահներում, կներկայացնի հայ կոմպոզիտորական արվեստն ու դասական երաժշտության գլուխգործոցներ։ Թբիլիսի քաղաքի Պուշկին փողոցի 13 հասցեում, որտեղ 1899-ից 1922 թվականներին ապրել է մեծանուն քանդակագործ նկարիչ Երվանդ Քոչարը, բացվել է հուշատախտակ։ Երվանդ Քոչարի տուն-թանգարանում մինչ օրս պահվում են Շոթար Ռուսթավելիի նրա հեղինակած արձանը եւ անձնական նամակագրությունը նկարիչներ Լադո Գուդիաշվիլիի, Դավիթ Կակաբիձեի եւ այլոց հետ։ Հուշատախտակը բացվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Թբիլիսիի քաղաքային իշխանությունների, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ։ Այս տարի Քոչարի 125-ամյակն է։ Երևանի Մնջախաղի պետական թատրոնը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մասնակցել է հայ մշակույթի օրեր Շտուտգարտում փառատոնին։ Թատրոնը ներկայացրել է ռեժիսոր Ռիմա Պիպոյանի բեմադրած Ոսկոր եւ Խալի պարային ներկայացումները։ Ռեժիսորը համադրել է հայկական մշակութային ժառանգությունն ու ժամանակակից արտահայտչաձևերը։ Հայկական գորգագործության խորհրդաբանության վրա է հիմնված Խալի բեմականացումը։ Ոսկոր ներկայացումը գոյության, հիշողության եւ վերածննդի գաղափարներն է մարմնավորում։ Պարոնները կանջարեք թափառական աշուղին, սիրուն տիկնայք ջահել տղերք, լավ ուշ տրեք իմ խաղին։ Շունչ թատրոնը նոյեմբերի 26-ին ազգային տիկնիկային թատրոնի բեմում կներկայացնի Հովհաննես Թումանյանի Թմկաբերդի առումը։ Գործը բեմադրել են Սարգիս Շողունցը եւ խորեոգրաֆ Անդրանիկ Միքայելյանը։ Ստեղծագործական թիմի համար այն պարզապես ներկայացում չէ, այլ արմատներին վերադառնալու, պատմության հերոսական էջերը նոր սերնդին փոխանցելու ցանկություն։ Ներկայացումը նախատեսված է թե մեծահասակների, թե երեխաների համար։
կանգնած է Թաթուլ շահին հանդիման, զարկում են, զարկվում դուշման զորքեր։ Նոյեմբերի 28-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում ելույթ կունենա նյույորքյան ջազի վառ ներկայացուցիչ Զայիդ Նեսերը, ճանաչված սաքսոֆոնահարին կմիանա Կարեն Գրիգորյանի ջազ եռյակը, համերգը կազմակերպել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։ Նոյեմբերի 29-ին եւ 30-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կարելի է դիտել քին պիեսը։ Գրիգորի Գորինի գործը բեմադրել է Հրաչյա Հարությունյանը, ներկայացումը պատմում է 19-րդ դարի անգլիացի դերասան Էդմունդ Քինի կյանքի ճշմարտության որոնման ճանապարհին վերելքների ու անկման մասին։ Էդմունդ Քինի դերում Հրաչյա Հարությունյանն է։ Գորինը քինի կերպարի միջոցով ներկայացնում է արվեստագետի հավերժական պայքարը աշխարհի եւ իր ներքին վախերի դեմ։ Պիեսը համադրում է ողբերգությունն ու ծիծաղը։ Քինը ծառայում էր ոչ թե թագավորներին, այլ բեմին եւ իր բեմական ճշմարտություններ համարում միակ իրական իշխանությունը։ Դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա «Բիսեր լավագույն գլուխգործոցները վիրտուոզ ջութակահարի կատարմամբ» խորագրով համերգով։ Երեկոյի մենակատարն է Գինեսի ռեկորդակիր եւ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ ջութակահար Նիկոլայ Մադոյանը։ Երեկոյի ընթացքում նվագախումբը կներկայացնի Արամ Խաչատրյանի, Վիվալդի, Պագանինի, Չայկովսկու, Ռախմանինովի, Ռոսսինի, Սեն-Սանսի եւ այլ մեծանուն կոմպոզիտորների գլուխգործոցները իսպանացի դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսի ղեկավարությամբ։ Դեկտեմբերի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 3-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր համերգը նվիրված Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին։ Համերգի մասնագետները հանդես կգան Բախի ստեղծագործություններով։ Հայկական անմահ էպոսի բեմական մեկնաբանությունը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում է։ Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի պրեմիերան կներկայացվի դեկտեմբերի 18-ին եւ 19-ին։ Բալետ օրատորիան ստեղծել է Հողարթուն էթնոէլեկտրոխումբը։